Աշխարհը դեռ նոր էր բացահայտում գիտության ուժը։ Եվ հենց այստեղ բժիշկ Էժեն Կյուրիի ընտանիքում ծնվեց մի երեխա, որին վիճակված էր փոխել մարդկության պատկերացումները նյութի և էներգիայի մասին։ Նրան կոչեցին Պիեր Կյուրի։ Դեռ մանկուց Պիերը տարբեր էր։ Նա ժամերով դիտում էր բնությունը, ուսումնասիրում էր քարերը, բյուրեղները, փորձեր անում ամեն ինչի վրա։ Նրան հետաքրքրում էր ոչ թե ինչպիսին է աշխարհը, ինչպես այն է երևում, այլ ինչու է այն այդպես գործում։ 16 տարեկանում նա արդեն ավարտել էր դպրոցը, իսկ 18-ում ստացել էր ֆիզիկայի բակալավրի աստիճան։ Նա ուներ անսովոր տաղանդ, համատեղելու տեսական մտածողությունը և գործնական փորձարարությունը։ 1880 թվական Պիերն իր եղբոր Ժակի հետ կատարեց մի բացահայտում, որը մինչև այսօր կիրառվում է տեխնոլոգիայում։ Նրանք հայտնաբերեցին պիեզոէլեկտրականությունը։ Այն երևույթ է, երբ որոշ բյուրեղներ սեղմելիս արտադրում են էլեկտրական լարում։ Այս պարզ, բայց հզոր օրենքը դարձավ հիմք բժշկական ու արդյունաբերական շատ սարքերի համար։ Ավելի ուշ Պիեր Կյուրին դարձավ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Նա ուսումնասիրում էր մագնիսականությունը, բյուրեղները և փնտրում էր պատասխաններ այն հարցին, ինչպես է կառուցված մեր աշխարհը մոլեկուլների խորքում։ 1894 թվական Գիտական մի հանդիպում, որը փոխեց պատմությունը։ Պիեր Կյուրին ծանոթացավ երիտասարդ ուսանողու Մարիա Սկլոդավսկայի հետ։ Նրանց միավորեց ոչ թե միայն սերը, այլ գիտության հանդեպ միևնույն կիրքը։ Նրանք ամուսնացան և իրենց կյանքի ամեն օրն անցկացրին հետազոտական լաբորատորիայում, միասին փնտրելով անտեսանելի ուժերը, որոնք թաքնված էին բնության խորքում։ Նրանց հետաքրքրեց մի խորհրդավոր երևույթ՝ ռադիոակտիվությունը, որը նոր էր հայտնաբերվել, սակայն միջոցներով փոքրիկ լաբորատորիայում նրանք սկսեցին երկար տարիներ տևած փորձեր։ Ձեռքով տոննաներ հանքաքարեր էին մշակում միայն 1 գրամ նյութ ստանալու համար։ Ավարտը հիասքանչ էր։ Նրանք բացահայտեցին 2 նոր տարր՝ պոլոնիում և ռադիում։ Նրանք առաջինն էին, ովքեր ապացուցեցին, որ նյութը կարող է ինքնուրույն առանց արտաքին ուժի արտազատել էներգիա։ Այդ էներգիայի հետագայում դառնալու էր հիմք միջուկային ֆիզիկայի, էներգետիկայի և բժշկության համար։ 1903 թվականին Պիեր և Մարի Կյուրին Անրի Բեկերեի հետ միասին ստացան Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում։ Սա ոչ միայն նրանց գիտական հաղթանակն էր, այլ մարդկության քայլ առաջ դեպի նոր դարաշրջան։ Պիերը մնում էր նույնքան համեստ։ Նա ասում էր. «Մենք չենք փնտրում փառք։ Մեր աշխատանքի միակ նպատակը բացահայտել ճշմարտությունը և ծառայել մարդկանց»։ Նրանք հրաժարվեցին պատենտավորել իրենց բացահայտումները, հավատալով, որ գիտությունը պետք է լինի ազատ և հասանելի բոլորին։ Պիեր Կյուրին գիտնական էր, բայց միաժամանակ նաև փիլիսոփա։ Նա ասում էր, որ գիտությունը առանց բարոյականության կարող է դառնալ վտանգավոր ուժ։ Նրա համար գիտությունը ոչ թե միայն հաշվարկներն էին, այլև հոգևոր ճանապարհ դեպի ճշմարտություն։ Նա հավատում էր, որ նույնիսկ ամենափոքր փորձը կարող է փոխել աշխարհը, եթե այն արվում է մաքուր մտադրությամբ և անկեղծ հետաքրքրությամբ։ 1906 թվական ապրիլի 19 Փարիզի փողոցներից մեկում անձրևոտ օրվա ընթացքում Պիեր Կյուրին պատահաբար բախվեց ձիով կառքի հետ։ Նա մահացավ տեղում։ Նա ընդամենը 46 տարեկան էր։ Մարիան մնաց միայնակ, սակայն շարունակեց նրա գործը։ Նույն նվիրվածությամբ, նույն հավատով։ Եվ տարիներ անց նույնպես արժանացավ երկրորդ Նոբելյան մրցանակին։ Նրանց դուստրը Իրեն Ժոլիո-Կուրին դարձավ նոր սերնդի գիտնական, ավելի ուշ ևս ստանալով Նոբելյան մրցանակ։ Այդպես Կյուրիների ընտանիքը դարձավ գիտության խորհրդանիշ, սերնդեսերունդ փոխանցելով գիտության հանդեպ հավատն ու բարության ուժը։ Այսօր Պիեր Կյուրիի անունը տրվում է համալսարանների, ինստիտուտների, փողոցների և գիտական կենտրոնների ամբողջ աշխարհում։ Նրա անունով կոչում են նաև ռադիոակտիվության չափման միավոր՝ Կյուրի, բայց ամենակարևոր ժառանգությունը ոչ թե այն անվանումներն են, այլ այն ոգին, որը նա թողեց՝ գիտության հանդեպ անկեղծ հավատը, ինքնազոհությունը, համեստությունն ու մարդկային ազնվությունը։ Գիտությունը չի ճանաչում սահմաններ, այն խոսում է բոլոր լեզուներով, և նրանք, ովքեր հետևում են ճշմարտությանը, իրար հասկանում են լռությամբ։ Պիեր Կյուրիի կյանքը մեզ հիշեցնում է, որ գիտությունը լույս է, իսկ այդ լույսը ծնվում է նրանցից,
ովքեր երբեք չեն վախենում մթությունից։